հասկացա, որ հաց եմ ուտում։ Ուղեղից նոր է հասնում։ Այսքանի օր բան չի երկերել, չէ՞։ Արդեն չեմ հիշում ինչ եմ արել, Լեա։ Որտեղ եմ եղել, ով է եկել գնացել։ Կներեք, էլի ինչ-որ բան կցանկանաք։ Չէ։ Շատ համեղ լանչա, շնորհակալ ենք շատ։ Խնդրեմ Անիշը։ Լեո, քո այս լարված վիճակն անցնելու է։ Ինչ ես այդքան մտածում։ Ոնց չմտածեմ։ Կամ ինչի մասին չմտածեմ։ Դավոյի, ընտանիքից թե քո Լեա։ Ասա ինչի մասին չմտածեմ, տենց էլ անեմ։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ գոնե մի րոպե հանգստանաս։ Իմ մոտ չի ստացվում հանգստանալ։ Հենց փորձում եմ հանգստանամ, մի խնդիր առաջանում է։ Լեո, ինչ ես։ Մի խոսա ու հացդ կեր։ Ես Լեոնորը։ Կարող է բժշկի մոտ մտածել։ Բժիշկ ջան, երեխոց ինչ կա, ոնց է վիճակը։ Միանագստացեք, ամեն ինչ լավ է, փառք Աստծո։ Բայց շատ ապրես ցավ տանը, փրկեցի երեխա։ Այո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Վայ փառքը շատ Տեր Աստված, շնորհակալ եմ։ Լեոնն նոր ստեղ էր, ինչ եղավ գնաց։ Ինք էլ ենք իրան փնտրում, բժիշկ ջան։ Լավ։ Հենց տեսնեք, ասեք, որ մի կես ժամից ինձ մոտացնի։ Կամ դուք կարող եք գալ։ Ոնց ասես բժիշկ ջան, ցավ տանը։ Կսպասեմ։ Արի պապի, նստենք։ Ասայինա, Ուր գնացիր։ որ ասեմ հանգստանալու կհավատաս։ Հունան մի նյարդայնացի ընդամենը տեղդ եմ ուզում իմանալ։ Արդեն անհանգստանալու իրավունք էլ չունեմ։ Ինա ամեն ինչ այնքան լցվել գլխից, որ հիմա ոչ անհանգստանալը կփրկի, ոչ որոշում կայացնելը, ոչ որևէ բան։ Հիմա որտեղ ես։ Օֆիսում։ Սպասում եմ իրավաբանը գա, հասկանանք ինչ կարանք անենք, ինչ լուծում կարանք գտնենք։ Դու ամեն ինչի լուծումն էլ կգտնես։ Խնդրում եմ մենակ հունից դուրս մի արի։ Ոչ մեկի հետ մի կռվի, սառը դատի ու վերջ։ Ինա դու շատ լավ հասկանում ես, որ հարցը բիզնեսնենից է վերաբերվում։ Դու ինքդ գիտես ես ինչ տեսակ մարդկանց հետ եմ կռիվ տվել, որ այդ բիզնեսները ինձ մնա, որ ձեռքիցս չկարողանամ վերցնեն։ Հիմա ինչ որ ավո եկել է ուզում այդ բիզնեսները ինձանից գողանա ու փախնի։ Ավոն շատ լավ գիտի, որ Էռնան քո թույլ տեղն է, դրա համար էլ իր միջոցով է արել։ Մի խոսքով այդ թեմայով չեմ ուզում խոսամ։ Նորից եմ խնդրում, հանգստացի, սառը դատի, ես հավատում եմ, որ ամեն ինչ կարգավորելու ես, համոզված եմ։ Ես համոզված չեմ։ Իսկ ես համոզված եմ։ Դեռ չի եղել մի այնպիսի խնդիր, որի լուծումը դու չգտնես։ Առանց լարվելու, առանց կատաղելու, կանչի իրավաբանի, նստեցրու դիմացդ, նայեք թղթերն ու հասկացեք ինչ պիտի արվի։ Եթե պետք է, ես էլ կգամ։ Չէ, ավելի լավ է դու մնաս Էռնայի մոտ։ Էլի մի հիմարություն չանի։ Ուրեմն սպասելու եմ քո զանգին։ Ես քեզ անսահման վստահում ու սիրում եմ, լսում ես։ Ես էլ քեզ։ Գիտեմ։ Սպասելու եմ զանգիդ։ Լավ։ Ուր հասար։ Հեսա մտնում եմ շենք։ Դե շուտ արա քեզ եմ սպասում։ Լավ։
Դոկտոր ջան, ճիշտն ասած, նոր խալ է առաջացել ու խորհուրդ տվեցին, որ գամ ձեզ մոտ։ Ինչով կարող եք օգնել ինձ։ Շատ ճիշտ եք արել, որովհետև մենք ունենք ժամանակակից եւ բարձր տեխնոլոգիական սարք, որը ուսումնասիրում է խալերը, ինչու նաեւ ոչ միայն խալերը, այլ պիգմենտները։ Մենք այս պարագայում կփորձենք ձեզ այդ հարցով օգնել, շատ կարճ ժամանակում իհարկե, ու ամենակարևորը անվտանգ, եւ նա հնարավորինս ցույց կտա ինչքանով է նա բարակ եւ չարակ գոյացությունը։ Շատ լավ, շատ եմ լսել իրականում Elvi Med-ի մասին, բայց վախենում էի գայի։ Վախենալու կարիք չկա, քանի որ պրոցեդուրան շատ արագ է, անվտանգ, ամենակարևորը անցավ, այնպես որ մենք կարող ենք սկսել։ Շնորհակալ եմ շատ։ Համեցեք։ Ձեզան հանգստացնում է ինչ-որ։ Դեռ ոչ։ Կարելի է, պարոն Մակոս։ Արի նստի։ Նա ինչ էր արել։ Այդ ավոն ինձանից է գողացել։ Հասկանում ես ավոն։ Սրանք տիկիներնայի անով բիզնեսներն են, չէ՞։ Հա, Ինչ խոսք, շատ խելացի է աշխատել ավոն։ Հունանը գնաց։ Հա, Բա հիմա ինչ է լինելու։ կոնկրետ ինչի հետ կապված։ Այդ բիզնեսների։ Դե թող իրավաբանի հետ խոսի, պարզ կլինի։ Աղբորս կյանքը դժոխքի են վերածել։ Դրա համար, որ Հունանը քեզ ժամանակին բան էր ասում, լսեիր։ Ոչ թե ավոյացավով տառապելով մեզ բոլորիս քո թշնամին համարեիր։ Վատ բան եմ արել, որ սիրել եմ։ Ավոյին, հա։ Ավոյի մասին խոսելը վատ է, մտածելը վատ է, փողոցում պատահաբար տեսնելը վատ է, ուր մնաց սիրելը։ Երբ այս ամեն ինչը վերջանալու, արդեն գժվում եմ։ Ալո, Բարև Լեո, բարև, դու ազատել եք։ չէ հələ, Լեո ջան, նորմալ մարդավարի խոսքը չի անցնում։ սպասի հեսա կզանգեմ, կասեմ ինչն է անցնում, հիմա տեղս հարմար չի։ Չէ, հենց հիմա։ Ձեր իրերը հավաքեք, գնացեք։ Այս տնից ինչ եք ուզում։ Լսի ասում եմ տեղս հարմար չի, ահա որ ներվայնացած եմ, մի շարունակի, կզանգեմ հետո։ Լեո, տեղս հարմար չին, ո՞րն է։ Ասում եմ գնացեք։ Լսի ինչ եմ ասում, Դավոյին նոր եմ վիրահատել, հələ չեմ կարողացել տենամ,
մարդ եղեք, ազատենք տունը, ձեռիցը չենք վերցրել։ Լեո, ես այնքան մարդ եմ, որ հələ դեռ հանդուրժում եմ։ Զանգում եմ, ասում ես քո հետ խոսալու բան չկա։ Անջատում ես։ Տղա ջան, նախ ես քո տարիքին չեմ, այդ մեկ։ Երկրորդ, եթե դու լինեիր իմ փոխարեն, հիմա կռիվ էիր սարքե։ Ամեն ինչ հասկանում եմ ու միշտ եմ փորձել հասկանալ։ Այս ինչ վերաբերմունք է։ Ես ազատվում եմ կամ քեզ տենամ, սենց հեռախոսով բան չեմ քննարկելու։ Ինչ եղավ աղբերդ, հասկանանք ինչ ենք անում։ Հա, Էլիա ջան։ Դավիթ պապ ջան, ո՞նց եք։ Դավիթը ո՞նց է։ Շնորհակալ եմ Էլիա ջան։ Փառք Աստծո, վիրահատությունը բարեհաջող անցել։ Ինչ լավ բան ասեցիք, մենք էլ անհանգիստ էինք։ Հա, փրկվեց երեխես։ Հա, իրոք որ փրկվեց։ Դավիթ պապ ջան, եթե չեմ խանգարում, մի բան ասեմ էլի։ Բայասա բան ես։ Վանաձորի թատրոնում նոր ներկայացում են անում։ Բեմանկարչությունը ես եմ անում։ Պիտի հեսա մի քանի օրով գնամ, համ մակետը տանեմ, համ էլ հագուստների մասը քննարկենք։ Շատ եմ ուզում դուք կարեք հագուստները։ Գիտեմ շատ անհարմար պահի եմ սենց բան առաջարկում, բայց դե ձեզանից լավ ոչ ոք դա չի անի հաստատ։ Ընդամենը մի քանի օրով միասին գնանք, ամեն ինչ քննարկենք, պայմանավորվենք ու հետ գանք։ Ցավը տանեմ, հիմա մի հատ բժշկի մոտ մտնեմ, հասկանամ ինչ է կատարվում, հետո կզանգեմ, հա։ Հա, խնդիր չկա։ Գլուխս մի քիչ խառնել, կենտրոնանամ, կզանգեմ, հա։ Հա։ Երբ հարմարա զանգեք Դավիթ ջան, կսպասեմ։ Հա, բարես։ Մտքից թատրոնն ա գալի։ Ով էր։ Էլան, մեր թատրոնի նկարչուհին։ Նոր ներկայացում անում, ուզում հագուստները ես կարեմ։ Ու ինչ է հնարավոր անել։ Սենց աչքի տակով անցկացնելով ոչ մի սխալ բան չեմ կարող գտնել։ Ավոն իրավաբանորեն շատ ճիշտ է աշխատել, մաքուր է աշխատել։ Այսինքն կնոջ բոլոր բիզնեսները անցել են իրան։ Բոլոր թղթերի տակ ձեր քրոջ ստորագրությունն է։ Սենց չեմ կարա բան ասեմ։ Պիտի սրանք վերցնեմ, մանրակրկիտ ուսումնասիրեմ։ Ժամանակ չունենք։ Տենց չի լինի, պարոն Մակունց, պետք է աշխատեմ։ Լավ, ուղղակի սենց կարդալով մտածում ես, որ հետ բերելու ոչ մի տարբերակ չկա։ Ոնց նայում եմ, չէ։ Չէ, պիտի մի բան մտածեմ, սենց չի կարա լինի։ Անկեղծ հիմա մտքումս փորձում եմ որևէ տարբերակներ գտնել, բայց որ կողմից նայում եմ տարբերակներ չկա։ Շատ մաքուր է աշխատել։ Լավ, այդ ավոյին այդքան խելք որտեղից, որ մի հատ էլ մաքուր աշխատի։ Լավ նայի, մի բան գտի, որ կախվելու տեղ ունենանք։ Սկսենք փորփրել։ Պարոն Մակունց, դուք ավոյին դանակը հարել եք, թույլ կողմը դուք եք։ Դանակը հարելն ինչ կապ ունի։ Հավատացեք, եթե գործը դատարան մտավ, ամեն ինչն էլ կապ է ունենալու։ Ինչ որ սխալ բաներ ես խոսում չեմ հասկանում։ Ճիշտն եմ ասում, բոլոր լծակներն ունի ձեզ սխալ հանելու։ Փաստաթղթերը մաքուր են, դուք իրան դանակը հարել եք։ Փաստացի տուժած կողմը ինքն է, ու այդ ամեն ինչը դրոշակ սարքած ինքը հաղթելով առաջ է գնալու։ Լավ, բա հիմա ինչ ես առաջարկում։ Բիզնեսներս նվիրեմ ավոյին ու անցնեմ առաջ։ Ոչ, պետք է երևի մի քիչ սպասենք։ Ինչին սպասենք։ Գժվել ես դու ժամանակ չունենք։ Հիմա էլ բռնի երրորդ ինչ-որ մեկի վրա վաճառի այդ ամեն ինչը, որ ընդհանրապես որևէ բան չկարողանանք անենք։ Իրոք ես պահին ոչ մի լուծում չեմ գտնում։ Ժամանակը պետք է հասկանանք։ Ժամանակ չկա, պիտի արագ արվի ամեն ինչ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Հիմա այս թղթերը վերցրու դուրս արի։ Լավ կուսումնասիրես։ Քարտուղարը ունել ասա թող բոլոր թղթերը պատճենը հանի ու տա քեզ։ Լավ մնաք։ Ես ոնց կարայի քեզ թույլ տայի, որ ընտանիքիս մոտենայիր։ Թող քանի ուշքի գա, հետո հասկանանք ինչ ենք անելու։ Ինքնասպանության փորձ է արել։
Լեո, չեմ հասկանում, ինչ ես տխուր։ Դավիթի վիրահատությունը նորմալ անցել է։ Ամեն բան կարգին է։ Դե հա, այդ է պատճառը, որ կարում եմ ուրիշ բաների մասին մտածել։ Օրինակ։ Օրինակ իմ ու քո։ Լեա, ես ու դու իրար ինչքան էլ սիրենք, սենց չի կարա շարունակվի մեր հարաբերությունները։ Ես ինչքան էլ փորձում եմ քեզ չնեղացնեմ, ինչքան փորձում եմ քեզ չխառնեմ ընտանիքի անդամների արածների մեջ, մեկա վերջում ես ու դու ենք իրար դիմաց կանգնած մնում։ Գիտեի, որ մի օր ես խոսակցությունը լինելու է։ Մի ընդհատի ու լսի ինչ եմ ասում, Լեա։ Այն ինչ ասում եմ, քո համար եմ ասում։ Դու պետք է ընտրություն կատարես ու հասկանաս, որ նա քո համար կարևոր է։ Կարևորը դեռ մի կողմ։ Պետք է հասկանաս, որ նա ճիշտ է։ Երջանկությունդ, թե ընտանիքիդ համար ամբողջ կյանքում պատասխան տալը։ Դու պետք է այդ ընտրությունը կատարես, Լեա։ Կամ ես, կամ էլ ընտանիքդ։ Չեմ ուզում արցունքներդ տեսնեմ։ Չես ուզում ու սենց բաներ ես ասում։ Որովհետև սիրում եմ, Լեա։ Հակառակ ինձ սիրում եմ։ Հակառակ քեզ։ Հա, Լեա։ Մի պա պատկերացրու իմ կարգավիճակը։ Ու փորձի հասկանաս ինչ եմ զգում ես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պահը բաց չեն թողնում ինձ ստորացնելու ու իմ ընտանիքին ստորացնելու, ովքեր խաղում են աղբորս կյանքի հետ, իմ կյանքի հետ։ Ու այդ դառը իրականության մեջ միակ լուսավոր կետը այդ դու ես։ Ու իմ սերն է քո նկատմամբ, Լեա։ Ես այդ բոլորը հասկանում եմ, Լեո։ Ու դրա հետ մեկտեղ հասկանում ես, չէ, որ մենք չենք կարա միասին լինենք, եթե դու չհրաժարվես ընտանիքիցդ։ Դու ինձ ընտրության առաջ ես կանգնացնում, որը սիրո հետ ոչ մի կապ չունի։ Այնքանով կապ ունի, որ դա միակ ճանապարհն է։ Կներես։ Դու էլ կներես, Լեո։ Որովհետև ես չեմ կարող ընտրել։ Լեոն էստեղ չի, հա։ Չէ, բժիշկ ջան, այնքան ոգևորված էր, որ արագ դուրս եկավ, մտքով չանցավ, որ այսքան շուտ կկանչեք։ Լավ, ուրեմն ձեզ կներկայացնեմ իրավիճակը։ Լսում եմ, բժիշկ ջան։ Շպիգելը, մեր գերմանացի բժիշկը, որ վիրահատեց Դավթին, շատ գոհ է վիրահատության արդյունքներից, այնպես որ Դավիթի վիճակը լավ է։ Հա։ Ըստ նախնական տվյալների նրա մոտ ոչ մի խնդիր չպետք է առաջանա, ոչ լսողության, ոչ տեսողության, ոչ էլ շարժողականության։ Պաստորեն, ողջ առողջ տորանս ինձ եք հանձնում։ Այո, միայն վերականգնողական շրջանը մի փոքր բարդ կլինի։ Ոյ բժիշկ ջան, այդ ինձ թողեք, ամեն ինչի մենակից, բաթորներս աչքի լույսի պես կպահեն։ Չեմ կասկած։ Հայացքիդ մեջ մեղադրանք կա, Լեո։ Իսկ ուրիշ ինչ ակնկալիք ունեիր, Լեա։ Նույն հարցը ես կարամ տամ։ Ինչ ակնկալիքով ես ինձ ընտրության առաջ կանգնացնում։ Այն ակնկալիքով, որ դու ինձ սիրում ես։
Բայց ոնց հասկացա, այնքան ուժեղ չես սիրում, ինչքան որ պետք է, որ կարանանք գոնե մեր սերը պահենք։ Դու չես կարող իմ սերը կասկածի տակ դնես քեզ արդարացնելու համար, Լեո։ Լեա, ես ինչ չեմ արդարացնում։ Ուղղակի երկու ճանապարհ եմ տեսնում։ Կամ մենք բաժանվում ենք, կամ դու հրաժարվում ես քո ընտանիքից։ Իսկ դու պատրաստ ես հանուն ինձ քո ընտանիքից հրաժարվել։ Իմ ու քո ընտանիքները մի նժարի վրա մի դիր, Լեա։ Ընտանիքը մնում է ընտանիք, Լեո։ Օրինակ իմ ընտանիքը քեզ սիրում ու հարգում է։ Չնայած նրան, որ դու մակունց ես։ Ու իմ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի փորձել աղբորդ կանգնեցնի կյանքի ու մահվան առաջ։ Լեո, յուրաքանչյուր մարդու համար իր ընտանիքը թանկ է։ Ես հարգում եմ քո որոշումը։ Ես քեզ չեմ մեղադրում, Լեո։ Ոչ էլ ինձ։ Բայց մարդուն իր ընտանիքից կտրելով դու իրան իր արմատից ես կտրում։ Իսկ այդ դեպքում արմատը չորանում է։ Իսկ այդ դեպքում էլ փոթորիկներին չես կարա դիմանաս։ Խելացի պատասխան էր։ Բայց մի շատ կարևոր նրբություն կա, որ քո թվարկածներին պակասում է։ Այդտեղ առողջ արմատ է պետք։ Իսկ քո արմատը, Լեա, մինչև վերջ փթած է։ Լավ պտուղներ տալու մասին հույսեր փայփայելը անիմաստ է։ Գուցե։ Հուսամ ընտանիքդ կգնա ատի ես քայլդ։ Մնաս բարով։ Միանգամից քաոս սկսվեց։ Ներքին մի ձայն ինձ հուշում է, որ մոտենում ենք վերջին։ Կամ կորցնելու եմ շատ բան ու շատերին, կամ էլ մեծ թռիչք ու վերելք եմ ապրելու։ Ասեինա։ Ինչ կահունը։ Գտար փեսայիդ։ Ես չեմ հասկանում, դու միտումնավոր ես զանգել ինձ հունից անում։ Բայց ինչ կա հունից դուրս գալու։ Տվյալ իրավիճակը ինձ անհանգստացնում է։ Ինձ էլ անհանգստացնում, բայց ես հələ չգիտեմ ինչ պիտի անեմ։ Հենց իմացի, որ դու էլ անմասն չես մնա, կիմանաս անպայման։ Ասում է ես այդ ձայնդ կլսվի։ Ունանն էր մոտը կանչել։ Ու ինչ էր մեր հզորի ուզածը։ Երևի ուզում էր ինձ գլխի վրա շուռեկած տենար, հա։ Ավելի վատ, մասնատված։ Դե հիմա ավելի կոնկրետ ասա։ Ամեն ինչ տանում եմ նենց, ոնց որ պայմանավորվել ենք։ Դե ուրեմն նենց արա, որ հանկարծ խնդիրներ չառաջանան։ Անընդհատ փորձում եմ քիչ ուտեմ, բայց չեմ կարողանում։ Չեմ ուզում կառուցվածքս փչացնեմ, բայց այստեղ ամեն ինչ շատ համով է։ Այնքան լավ եմ քեզ հասկանում։
Քո համար էլ ենք լանչ պատվիրել, Լեա։ Չեմ ուզում նա։ Իսկ էս ի՞նչ է դեմքիդ արտահայտությունը։ Ախիկ այնքան վատ եմ, իսկ մոկը մեռնեմ հեսա։ Սա ի՞նչ է կատարվում։ Լեոյի հետ հանդիպումն է պատճառը։ Բայց ամեն ինչ կարքին էր, չէ՞։ Դավիթի վիրահատությունն նորմալ անցել է, հիմա ինչի ես վատ։ Վիճել եք։ Բաժանվել ենք։ Վայ Լեա, ձեր նման զույգերը օրը 1000 անգամ միանում բաժանվում են։ Իրականում նորմալ է, բայց զարմանալին է նա, որ ամեն ինչ դեպի դրականն էր գնում, ինչի հիմա որոշեցիք բաժանվեք։ Մենք ընդհանրապես ամփոփեցինք մեր չստացված հարաբերությունները ու բաժանվեցինք։ Ոնց որ ամենից սպասվածից լուրջ է, հա։ Ով ջան։ Ոնց է քո չեմ խանգարում։ Չէ, բրատս, դու ոնց ինձ կխանգարես։ Դավիթը ոնց է։ Լավ է, վիրահատությունը բարեհաջող է անցել։ Հիմա պիտի սպասենք վերականգնվի, ժամանակի հարց է։ Փառք Աստծո։ Դու ասա, տիկին Օլգան ոնց եղավ։ Ինքն էլ է լավ։ Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնեմ, բայց եթե ամեն ինչ լավ գնաց, կարող է մի քանի օրով գամ Հայաստան։ Շատ ուրախ կլինեմ քեզ տեսնեմ ախպերս։ Այ։ Ամբողջ մարմինս թուլացել։ Շատ վատ է իսկ։ Բայց ախր ինչի Դավիթ արդեն լավ է։ Հենց այդ մտքից էլ թուլացել էր էլի։ Շատ էի վախեցել։ Ոնց որ մեռած լինեի։ Պապի։ Ասա։ Բոլորիս համար տենց կան հանգստանայր, թե մենակ Դավիթի։ Այ որովհետև հիմա էս իբր չգիտես, հա պատասխանը։ Վերջապես եկավ մեր կորած մոլորածը։ Ուր է իր այդ տղա ջան։ Լեային առար թռար, բժշկին էլ չսպասեցիր։ Հա, մտա բժշկի մոտ։ Այդ մի խոսքով անունը չեմ հիշում, շեյով էր ոնց որ ասելա, որ Դավիթի հետ կապված ամեն ինչ նորմալ է ու շուտով Դավիթը այս ամեն ինչը որպես վատ երազա հիշելու։ Պապի, գերմանացի բժիշկը հենց տենց էլ ասաց, որ որպես վատ երազա հիշելու։ Մանուշակ, մի հատ նայի Լեոյի դեմքին, ինձ աթվում, թե երեսին գույն չկա։ Չէ, իրոք որ գույն չկա։ Անծանոթ մեկը լիներ կմտածեր Դավիթի վիրահատությունն ինքն է արել։ Ինչ է եղել տղա ջան։ Ուրախ գնացիր, տխուր տրտում հետ ես գալիս։ Հեչ պապի անավարտ գործեր կային։ Ու դեմքիցդ ենթադրելի է, որ այդ գործերը հոգուտ քեզ չեն ավարտվել։ Լեայի հետ ակապված։ Այդ անունը մի տուր մոտս։ Ու առհասարակ այդ անվան հետ կապված ամեն ինչ մոռանում ենք։ Ինչ ապատա է։ Պապի այն ինչ եղել է քեզ հերիք չի։ Կարող է հիշողությանդ հետ մի բան ինչի։ Ինչ որ շուտ մոռացար թե ինչ ա եղել։ Մինչև այս լավ էլ քո համար սիրային դրվագների մեջ էիր։ Իսկ դու կարող ես սուս մնաս։ Հա, սուս կմնամ, Լեո ջան, բայց մինչև ես ուզում եմ հասկանամ ինչ հաշիվ է, էլի։ Մինչև ես ձեռքդ Լեայի ձեռքին դրած սպասում էիր վիրահատության ավարտին։ Չէիր հիշում Դավիթ ում պատճառով է վիրահատարանում։ Մանուշակ, լեզվետ կապ չկա։ Ամեն ինչ էլ կա։ Ուղղակի հետաքրքրասիրությունս մեծ է։ Չեմ կարողանում աղբորս ասածին լուծում տամ։ Մի էլ փորձի, եթե չես կարում։ Հատկապես այն դեպքում, որ աղբերդ քեզ չել խնդրե, որ հարցերը լուծես։ Պապի մտել ես Դավոյի մոտ։ Չէ։ Շատ եմ ուզում աղբորս տենամ։
Ում մտքով կանցներ, որ Լեոն քեզ ընտրության առաջ կկանգնեցնի։ Դե Դավիթի հետ պատահածից հետո շատ էլ սպասելի էր։ Երեխեք չգիտեմ, բայց շատ ծանր է այս պահի իմ համար։ Լա ինչ ես կարծում, ճիշտ ընտրություն ես կատարել։ Ես հրաժարվել եմ ընտրություն կատարելուց, նա։ Իսկ Լեոն ինչ մտածում էր ասեց, հետո ինձ թողեց անասելի վատ վիճակում ու գնաց։ Ես չեմ հավատում ձեր բաժանմանը։ Մի տեսակ ես էլ դեռ կկարգավորվեն ձեր հարաբերությունները։ Մենք ամեն ինչ կանգնենք ձեզ օգնելու համար։ Էլ ձեզ չկա։ Կամ ես ու կա Լեոն։ Ամեն մեկս մեր ճանապարհը։ Ես չեմ հավատում ձեր բաժանմանը։ Դուք շատ մեծ սեր ունեք ու շատ դժվարությունների միջով եք անցել։ Հենց հետո մեր սերը չի ավարտվել։ Մեր հարաբերություններն են ավարտվել իմ ընտանիքի շռայլ քայլերի շնորհիվ։ Հուսամ գոնե հիմա այդ ընտանիքս ինձնից գոհ կմնա։ Մենք երկուսս էլ գիտենք, թե ինչի համար է փոխանցվել Դավիթի վիրահատության գումարը։ Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Բայց հիմա այդ մարդիկ ակնկալում են, որպեսզի մենք գնանք ասենք, որ իրանց լակոտը չի կրակել։ Բայց ես էլ գնացել եմ ոստիկանություն, գորգորացել եմ, բողոք եմ գրել։ Լավ ես արել։ Մենակ լավ ասելով չի։ Մենք դե հասկանանք, թե դրա հետևանքներն ինչ է լինելու։ Ոյ։ Դավիթ ջան, ցավդ տանեմ։ Պապի ջան։ Ցավդ տանեմ։ Աղբերս, չես պատկերացնի ինչքան ենք սպասել, որ աչքերդ բացես ու ասես լավ ես։ Լավ կլինեմ, եթե ասեք ինչ է կատարվել։ Ու ձեռները չես կեղտոտել ու չես սպանել դրան։ Չէ, տղա ջան, մեր մտքին մի բան ա եղել, ու սրտի մեջ էլ մի ցանկություն, որ դու շուտ ապակինվես։ Թող օրենքը զբաղվի դրանով։ Տղա ջան, ախր օրենքը չի կարող նրանով զբաղվել։ Ուզում եք, որ ես սպանեմ դրան։ Հանգստացի Դավո։ Հիմա մենք ստիպված ենք հերքել, որ դրանց լակոտն է քեզ կրակել։ Այսինքն, ինչ ես ասում, պապի։ Հիմա դրա մասին խոսալու ժամանակը չի։ Ասում եմ, որ իմանաս, քննիչները կգան, հարցաքննություն կանեն, անուն չպիտի տաս։ Պապի, դու լսում ես քեզ։ Ոնց ես դու ինձանից տենց բան ուզում։ Ոնց կարամ ես սուս մնամ, Որովհետև քո վիրահատության փողը մակունցներն են փոխանցել։ Ինչ։ Դավո ջան, հանգիստ։ Դավո։